Պարոն Մամիջանյան, նախ Բագրատ Սրբազանը այսօր իր 55-ամյակն է տոնում ԱԱԾ մեկուսարանում, նախ խոսենք մեր հավաքվելու առիթից։ Ես ինտերնետից եմ ճիշտ ասած իմացել, որ այսպիսի բան է կազմակերպվում, բնականաբար չէի կարող այստեղ չլինել։ Մի շատ պարզ բանաձև գոյություն ունի։ Յուրաքանչյուր քաղբանտարկյալ, առաջին հերթին այսօր նաև Սրբազան հայրը, Բագրատ Սրբազանը, իր բանտախցում լինելով պայքարում է մեր իրավունքների համար։ Իրենք ամենաթանկը ազատությունը, դրանից թանկ միայն երևի կյանքն է, ծառայեցնում են պայքարին, իրենք անազատության մեջ լինելով պայքարում են, ու մենք պարտավոր ենք գոնե նման օրինակ ակցիաներով եւ անդադար բարձրաձայնելով քաղաքապետարների հարցը ուշադրության կենտրոնում դա պահել, որովհետեւ ուզում եմ ֆիքսենք 24 թվականին Սրբազան հայրը Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ բողոքի ակցիան է արել։ Նույնիսկ 18 թվականին Փաշինյանը այդքան մարդ չի կարողացել փողոց հանել, ինչքան հավաքել էր Բագրատ Սրբազանը իր կոչով։ Բացարձակ ոչ մեկ իրավունք չունի վերլուծություններ կազմել, հաջողված, չհաջողված։ Հույս առաջացրեց։ Ու այդ մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են Հայաստանում լինել, ու բոլոր այն մարդկանց համար, որոնք ասում են հնարավոր չի, տարբերակ չկա եւ այլն, այդ մարդիկ Հայաստանում են եւ իրենց խոսքը, իրենց պայքարը շարունակում են։ Դրանում կասկած չկա։ Սրբազանի ծնունդը շնորհավոր եւ ազատություն թե իրեն, թե բոլոր քաղաքապետարներին։ Այսօր հենց չէ։ Պարոն Մամիջանյան, եւ նախընտրական քարոզարշավի 13-րդ օրն է, ամեն դեպքում չեն կարող ձեզ չհարցնել, չնայած որ դուք չեք մասնակցում, բայց որպես կողքից դիտում եք այդ ամեն ինչը, ինչ կարծիք ունեք եւ ինչ է սպասվում։ Ցավոք սրտի դիտում եմ, այո։ Նախ կողքից չէ, հանրապետականը ինչպես խոստացել էր իր բոլոր 4 խոստումները համագումարի ժամանակ իրականացնում է, հիմա էլ գտնվում ենք գնավոր գնան արշավի մեջ, որը ընտրությունների մասնակցությունը ավելացնելուն միտված արշավ է։ Ես հասկացել եմ, ված չի ընկալել։ Նախ նողկանք, դե որովհետև դա զզվելի է։ Երկրորդ, ուրախանալ բառը խնդրում եմ ճիշտ ընկալել, շատ լավ է, որ մարդիկ տեսնեն Փաշինյանի իրական դեմքը։ Մետրոյում հայ կնոջ վրա երեխայի աչքերին հարձակվողը, հարգված բժշկի վրա 3 չէ առաջի օրը հարձակվողը եւ ձեռքից քաշողը, քաղաքացու վրա գոռացողը ու ասողը ինչի չես մահացել։ Այդ մարդն է Նիկոլ Փաշինյանը։ Ու արդյունքում վայն մոռացա խայտարակությունը Ազատի կացարանի հետ կապվածի դա ուղղակի պարզ էր, չէ՞ որ իրան իր թիմակիցները, եթե տեխնոլոգներ ունի, ասել էին էլ տենց գժություններ չանես, ու ինքը ամբողջ օրը փորձում էր գժություններ չանել, արդյունքում ասած ուշադրություն մի դարձրեք մի մարդու, ով զավակ է տվել պետությունը չի կարողացել անվտանգ վերադարձնել այդ զավակին, այդ երեխան այրվել է։ Դա ոնց կարելի է այդպես մարդու հետ այդպես խոսալ։ Նորից եմ ասում, 1000 ներողություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մաշկի վրա զգում են այդ իր գժությունները, բայց թող բոլորը տեսնեն, շատ խնդրում եմ, թող բոլորը տեսնեն, բոլորը ում մտքով անցել է Փաշինյանին ձայն տալ, թող նայեն ու տեսնեն, իրան գնալու են ձայն տան մի մարդուն, ով որ ձեռքից հայ կնոջը քաշում է, ով զավակ կորցրած խաղաղ պայմաններում ՊՆ-ի անփութության պատճառով զոհված երեխայի պապիկին ասում է ուշադրություն մի դարձրեք, ով Ղարաբաղցում ասում է դու ինչի չես մահացել, ով կնոջը, հայ կնոջը երեխայի ներկայությամբ գոռում է, անվանում է փախածներ, ընդ որում հերոսի աղջկան։ Այդ ամենը բոլոր մարդիկ պիտի տեսնեն, ու սա արդեն ընդդիմադիրը չի ասում, Մամիջանյանը չի ասում, եսիմով չի ասում, դուք եք տեսնում։ Դուք տեսնում եք, որ ինքը միակ պատասխանը որ ունի, նախկիններն է, գոռոցներն է, ճղավոցներն է, դեռևս մի հատ փաստական պատասխան իրեն դրվող փաստական հարցերին Փաշինյանը չի տվել։ Ես նորից եմ ասում, որ դրանք շատ լավ հնարավորություններ են, որ դեռևս մոլորված մեր քաղաքացիները տեսնեն եւ ճիշտ ընտրություն կատարեն։ Պարոն Մամիջանյան, ինչի հետ եք կապում նրա այդ վարքագիծը, պահվածքը։ Տեսեք, ես իհարկե կարող եմ ենթադրություն անել, որ դա հետը ինքը գիտակցում է, որ իր շանսերը նվազում են, ընդդիմությունը որպես ամբողջություն ավելի շատ ձայներ է ստանում, իր ռեյտինգը նվազում է ու դրանից է ինքը այդ ամեն ինչի մեջ հայտնվում, բայց ես չեմ ուզում այդ կոֆեի բաժակնայոցու մեջ ներգրավեմ։ Կապ չունի, նույնիսկ եթե բոլոր հարցումներով ինքը պարտվի, ընդդիմությունը մինչև վերջին օրը պիտի բոլորս շարունակենք մեր ուժերի ներածից շատ աշխատել։ Փաշինյանը հեշտ չի գնալու։
ինքը բոլոր հնարավորությունները օգտագործել է, օրինական եւ անօրինական։ Ելքովել, եթե նույնիսկ պարտվի չի գնա։ Էլի շատ անշնորհակալ գործ է։ Ես համարում եմ, որ ինքը բոլոր հնարավորությունները կօգտագործի։ Հա, կան որոշակի օրենսդրական աբսուրդի հասնող տարբերակներ, որոնցով ինքը կարող է գնա ընտրություն չեղարկի, արդյունքներ չեղարկի։ Այդ ամենին մենք պետքա պատրաստ լինենք։ Ինքը բոլոր կարմիր գծերը հատել է։ Սա սովորական ընտրություն չի, որ մի տեխնացուն պարտվի, ասի դե լավ, ես գնացի, կլինեմ ընդդիմություն, չէ։ Սա Հայաստանի լինել կամ չլինելու ընտրությունն է։ Ինքը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պիտի չլինի։ Ինքը ամեն ինչ անելու է, որ այդ խոստումը կարողանա կատարել։ Մենք պիտի թույլ չտանք, որ ինքը դա կարողանա անել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է գնալ ընտրությունների, ընտրել հիմնական ընդդիմադիր անցնելու հավանականություն ունեցող տեխնացուներից ցանկացածին, որովհետև նույնիսկ ընտրության չգնալով այս կամ այն չափով դու նպաստում ես Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Պետք է գնաս, որ գնան։ Պարոն Մամիջանյան, դուք ասացիք, որ պետք է ընտրել հիմնական դերակատարներին, բայց երեք համացանց արտանետվեց տեղեկատվություն, որ ուժեղ Հայաստանի առաջին համարը Նարեկ Կարապետյանը այլ երկրի քաղաքացիություն ունի։ Դա ինչ ընթացք կունենա եւ ինչ ազդեցություն կունենա ընտրություններին։ Նման օրինակ խայտարակությունը այդ մյուս պարոն Կարապետյանի արդեն Սամվել Կարապետյանի մասին երեկվա տեղեկատվությունը, որը տարածվել էր ու նույն վայրկյանին հերքվեց ուժեղ Հայաստանի կողմից, այդան ցուցանիշ է, որ Փաշինյանը գիտակցում է, որ իր շանսերը ավելի վատն են դարձել։ Ընդ որում երեք բացի այնց որ ուժեղ Հայաստանն է ասել, որ երկուսն էլ ապուշություն են, ԿՀՆ-ն է ասել, որ Նարեկ Կարապետյանի հետ որևէ խնդիր չկա, բայց նորից այդ դաշտի մեջ չմտնեմ, Նարեկ Կարապետյանը դրա մասին խոսել է։ Այ նման օրինակ բաները մանավանդ որոնք ամեն ինչ է պետք սպասել Փաշինյանից, պետք է սպասել ամեն ինչ։ Իսկ այն փաստը, որ fake նորությունները սկսել է տարածել անգամ անձամբ ԱԺ նախագահի պաշտոնին նստած մարդը, արդեն ուրախացնում է, նշանակում է նույնիսկ բաները Perfect TV-ի չախոյանական բոտերը չեն հերիքում ու պետքա fake-ը Ալեն Սիմոնյանի Facebook-յան էջով դնել, դե դա արդեն առանձին պատմություն է, որ Ալեն Սիմոնյանը մի բան ասում է, ԿՀ-ն դրանից մի երկու ժամ հետո իրանց ԿՀ-ն հերքում է, որ նման բան չկա։ Այդ բոլոր տարածված տեսանյութերը քույր քաղաքներ են դիմակավորված վիդեոյի հեքիաթի հետ, որը նույնպես բնականաբար իշխանությունների կողմից գեներացված էր։ Եվ այդ ամեն ինչը մենք տեսել ենք նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ, երբ որ մոնտաժված տեսանյութ, մոնտաժված ձայնագրություններ, ինչ որ իբր terrorism եւ այլն, որի համար Սրբազան հայրը ու մեր մյուս ընկերները տարբեր ձևի ազատազրկումներով մինչ օրս անազատության մեջ են։ Քաղբանտարկյալները իմ եւ քո չեն լինում, բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ անհրաժեշտ է պահպանել ուշադրությունը։ Տեսեք, դուք կասեք իսկ ինչ օգուտ եվրոպական այս կամ այն կառույցներից, բնականաբար իրենք մեր ակնկալած արձագանքը չեն տալիս, այն ինչ որ պիտի լիներ չեն տալիս, բայց արդեն օրինակ ԵԽԽՎ-ն հրապարակել է իր այցերից մեկի արդյունքը, որտեղ արդեն այնքան ահագնացող է խայտարակությունը, որ գրում են, որ պետք է խուսափել վարչական ռեսուրսի կիրառումից, նշում են, որ իրենք ունեն տեղեկություններ, որ իրավապահ համակարգը կամ դատական համակարգը այս կամ այն կերպ ծառայում է գործող իշխանություններից։ Իրենք նշում են, որ եվրոպական առաջնորդներից մի քանիսը դեկլարատիվ հայտարարել են Փաշինյանին աջակցություն։ Այսինքն այն մակարդակի խայտարակություն են այս բոլոր դրակեղծիքները, ընտրությունների խախտումները, մարդու իրավունքների դեմ ուղղված քայլերը, որ արդեն հնարավոր չի նույնիսկ աշխարհակահաղական այսպես կոչված աշխարհակահաղական աջակցության պարագայում դրանք կոծկել ու գոնե մի բառով պետքա դրանք իշտակել, այնպես որ այդ ամբողջ աշխատանքը պետքա շարունակվի։ Իսկ արցախցիներին այս փուլում ինչու են այսքան շատ թիրախավորում, որն է նպատակը։ Դե հասկանում եք, մարդը պիտի հայ չլինի, որ հայերին բաժանի։ Արցախցի, տավուշցի, գյումրեցի, արարատցի բաժանում մտցնողը արհեստական վատ առումով իմ համար հայ չի։ Այսինքն Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ինքը ուզում է բաժանել, որպեսզի կարողանա շարունակել տիրել։ Մենք իրեն դա չպիտի թույլատրենք։ Հայաստանի հաջորդ իշխանությունների առաջին գործողություններից, ամենակարևոր գործողություններից մեկը պիտի լինի միասնության մթնոլորտի եւ համերաշխության մթնոլորտի հաստատումը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, շնորհավոր Սրբազանից։